երեկո սիրելի հետևորդներ, ժամը 22:45 րոպե, դա նշանակում է, որ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ սիրելի հետևորդներ, պետք է խնդրեմ, մինչ եթերը սկսելը բաժանորդագրվեք եւ կիսվեք մեր տեսանյութերով, սեղմեք զանգակի վրա, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումներ ստանաք առաջինը, Արամ ողջունում եմ քեզ եւս։ Այս ուրբաթ երեկոն մոտ 1 ժամ պետք է անցկացնենք միասին մեր սիրելի հետևորդների հետ եւ ուզում եմ սկսել այս շաբաթը լի է եղել նորություններով, իրադարձությունները բավականին շատ են եղել եւ վերջին իրադարձությունը մենք տեսանք դեկտեմբերի 18-ին, երբ հոգեվորականները ժամը 17:00-ին կոչ արեցին, որպեսզի Մարիաթոր Սուրբ Էջմիածնում հավաքվեն 10 հոգեվորականները, իդեպ որոնց ինչ անուններով ասես ընդդիմությունը կոչում է, հավաքվեն Մարիաթոր Սուրբ Էջմիածնի բակում եւ Գարեգին Բ-ին հանգստի կոչ անելու արդար պահանջ ներկայացնեն եւ մենք տեսանք ինչպես արձագանքեցին ընդդիմադիրները, ինչպես առաջին շարքերում են բարիկադներ են ստեղ սարքել եւ գտնում են Մարիաթորի բակում, իդեպ այդ հանդիպումից հետո, այդ ակցիայից հետո մենք տեսանք նաեւ հաղթական ինչ-որ ընդդիմադիր շարքերում հաղթում են, թե ում էին հաղթում չգիտես, օրինակ Վանը հետ են բերել։ Օրինակ հիբրիդային ջոկատներով էր ներկայացել այդ Լևոն Քոչյանը եւ այնուհետև հենց Մարիաթորից վերադառնալուց հետո ստատուս չի եղել այնտեղ, Չէ, Սիրուշոն չէր գնացել։ Ուրեմն Փրկվանք։ Լևոն Քոչյանը մի հատ կադրով երևացել է 15:30-ին, մի հատ էլ հետո որ տեսան չէ ոչ միտեղ չի երևում, մի հատ էլ երևաց երեկոյան արդեն, այտենց Գեգամ Մանուկյանի հետ ինչ-որ հարց էին լուծում, բան, այտենց դուռ էին պահում եւ հետո Facebook-ում ստատուս գրեց, այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերծած գրողը Մայր տաճարի վրա։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիտակցելով հնարավոր սադրանքներն ու ոստիկանության բռնությունները ամուր կանգնեցին եւ թույլ չտվեցին, որ Սուրբ եկեղեցին պղծվի։ Արամ, տես, որոշ ժամանակ առաջ ընդդիմադիրները ասում էին եկեղեցու խնդիրների մեջ ԿՊԱ-ականներին իշխանություններին մի խառնվեք։ Սա եկեղեցու գործերն են եւ ներքին գործերն են, այո։ Եվ հիմա երեք մենք տեսանք, երբ հոգեվորականները ուզում էին վեհապարի հետ հանդիպեին եւ բան ունեին ասելու, ամբողջ ընդդիմադիր դաշտը տենց Facebook-ում աղոթքներ էր, որ հնչում էր, մեկ լավը մեկը ստատուս էր գրել Աստված ձեր աղոթքները Facebook-ում չի կարդում, հանգիստ թողեք ուղակի։ Արամ, սա ինչի մասին է խոսում։ Արտուր, շնորհակալ եմ հարցի համար, ողջունում եմ մեր բազմաչարչար հայ ժողովրդին։ Իրոք, որ պատմական ժամանակահատվածում մենք ապրում, ինչ չենք տեսել, տեսանք արդեն, Զարթնիր լավ, չգիտեմ, գիշեք չէ, 2 տարի առաջ ինչ էին ասում, որ դուրս չգաք պայքարի, համշենը հայկական չի լինի, չգիտեմ, անին հետ չենք բերի, այսինքն այս երևույթները հանձինս հայրերը չիմացող Ռոբերտ Քոչյանի դուսպրծուկի ուրիշ բան չենք կարող մենք սպասեինք Արտուր։ Միակ կառույցը, որ չէին վարկաբեկել Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ, դա եկեղեցիներ, դա էլ արեցին, տեսակ թե ինչ օրեկցեցին հայ եկեղեցին։ Ինչ վերաբերում է Լևոն Քոչյանին, իմ կարծիքով Լևոն Քոչյանը երևի Սիրուշոյի կալենդարներն էր տարել վեհապար իր վաճառեր, այդ գործով էր, իրանք չար չեն ընտանիքով հանդերձ, առնեմ, ծախեմ, այսպիսի իրավիճակ է, երևի այդ բիզնեսով էր գնացել, կամ երևի Էջմիածնում ինչ-որ պրեգոմեշի բան է, դախլ է ուզում կանգա համար բացի, մենք կօգնենք, եթե նման այդ օրը ընկնեն իրանք, բայց տեսեք Արտուր, ինչն է շատ ցավալի, որ նորից եմ նշում հայ եկեղեցու հետ կապ չունեցող Ռոբերտ Քոչյանի շակալը ուղղակի այսօր հայտնվել է այնտեղ մարդիկ կային, որոնք որ իրականում հավատացյալ են եւ արժին բողումներով են խաբված մարդիկ են գնացել աջակցեն վեհապարին ու այս մարդը անգամ ստեղ գնաց որպեսի պղծի պղտորի մարդ, որը որ ում հորը ում ընտանիքի անդամներին հայ ժողովուրդը երբ տեսնում է ուղղակի չգիտեմ միանգամից վազում է համապատասխան այդ Թուրքիայի դեսպանատուն, այսպես նշեմ, բնական կարիքները հոգալու, այսինքն այս երևույթը եւս մեկ անգամ հավատարիմ մնաց իրենց ворթեգրած քաղաքականությանը պրո Ալիևյան, այդպես պրո թուրքական եւ սրանք շամապես ծառայում են Ալիևին եւ Ալիևի հրահանգներն են կատարում, դա արդեն մենք բազմիցս տեսել ենք, որովհետեւ Բաքվում ինչ
հաճում է Իլհամ Ալիևը 5 րոպե հետո Լևոն Քոչյանի հայրիկը Գեղամիկ Մանուկյանը չէ, վայնասունը սկսում է։ Վերջում էլ միանում է մեծությունը համաշխարհային Իշխան Սաղաթելյանը, Շերեփուկը հայտնի։ Տեսեք, այս մարկանց Արտուր, ես մի բան պետք է ասեմ, որ հերում ունեն առհասարակ եկեղեցուց եւ սրանք եկեղեցու հավատքի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Հիմա անդառնանք ընդհանրապես այս եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս իրավիճակը ստեղծվեց այն ժամանակ, երբ որ հայ առաքելական եկեղեցին որդեգրեց Ռոբերտ Քոչյանին որպես քութիկ ծառայելու այդ կարգավիճակը եւ այդ կոնտեքստում բազմաթիվ հոգեորականներ ուղղակի իրենց դժգոհությունը արտահայտեցին եւ վեհապարին նշեցին, որ չեն ուզում մասնակցեն թուրքերի հանրահավաքին։ Ստեղից այս կոնֆլիկտը սկսվել։ Եվ այսօր մենք ինչը տեսնում ենք, շատ ցավալի է Արտուր, որովհետեւ այն հրաժարական պահանջող այդ երևույթներն էլ մի բանի պետք չեն, սրանք էլ մի բանի պետք չեն։ Ես ուղղակի կոչ եմ անում բոլորին, որ հանգիստ թողեն եկեղեցին, թող իրանք իրանց ներսում իրար ուտեն։ Ուրիշ բան չենք էլ կարա սպասենք սրանցից։ Արտուր, իսկ մենք գիտենք, որ 30 տարի հայ եկեղեցին փոխանակ ապահովի այդ հոգևոր կապը հայ ժողովրդի եւ Աստծու միջև, որպես կառույց, որպես միջնորդ, վերածվել է ուղղակի տեսել եք ինչի։ Ինչ-որ բդեշխների, ինչ-որ մաֆիայի այն եզրած քութիկին գիտեք։ Այո։ Վեհապարը ինչ-որ քրոջ տղուն, չգիտեմ, հիմա էլ այն մի մասիսի այն եկեղեցականը, որ ասում են, մենք ենք նշանակել, մենք չլինենք գժանություն կհայտնվեր, այսինքն պատկերացնում եք սրանք ինչ արժեքներով են, սրանք փողոցային արժեքներով են իրար մեջ այդպես հարցեր լուծել տարիներ շարունակ։ Հոգևորը թողած բազար են անում, ով ումա նշանակի ինչա արել, այսինքն չհասկացանք, եթե Գարեգին բն ընտրվել է վեհապար, ուրեմն ինքը ճշմարտության ակունքն է, հա, վերջին ինստանցիան է, ում նշանակել է մինչև կյանքի վերջ պետք է այն պարտական մնան։ Սա արդեն խոսում է մի բանի մասին, թե ինչպես են ուզուրպացրել այս մարդիկ այդ հոգևոր կառույցը եւ նորից եմ նշում, ինձ համար բացարձակ տարբերություն չկա, Գարեգին բն կհեռանա, չգիտեմ, Վազգեն ծն կդառնա կաթոլիկոս, որովհետեւ մենք պետք է խոսենք համակարգային փոփոխությունների մասին։ Հիմա ինչ տարբերություն մեկին տանես, մյուսին բերես։ Որն է տարբերությունը լինելու։ Ես ընդհանրապես չեմ հասկանում եւ նորից եմ նշում, որ եկեղեցուն ես չեմ էլ ուզում շատ անդառնամ այս հարցին, որովհետեւ ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես տարիներ շարունակ իմ հավատը իացրել եմ առանց միջնորդի, առանց այդ ջեբկիրների, այսպես նշեմ, եւ այսօր Գարեգին երկրորդ վեհապարա, չգիտեմ, ծայրագույնը ինչա չէ, ինքը ստանում է այն, ինչին արժանի է։ Այնքան էլ ժողովրդից հեռացել, որ մնացել է Իշխան Սաղաթելյանի ու Փոքրիկ Լավի հույսին։ Թող դրա մասին մտածի։ Ու նույնն էլ են մնացած են, ընդ ինչ որ անուններ են դրել, չէ՞, մեկին Բենթլի, չգիտեմ, Զապա, Բենթլիա ինչա, ակտուալ անուններ է մեր հասարակության մեջ։ Բենթլի կճոյան։ Այո, ես Զապ կասեի, ուրեմն նույնն էլ սրանց է վերաբերվում, այսինքն սրանք փոխանակ ծառային ժողովրդին, ժողովրդի հետ շփվեն, մաֆիան ստեղծել, հիմա ուղղակի քանի որ վերջը գալիս է մաֆիայի, ինչպես ասում են, ամեն մեկը իր գլխի ճարը տենում է, մեկը վազել է իշխանության ճամբար, մեկը վազել է անդիմության ճամբար, ես նորից եմ նշում, թողեք այդ մարդիկ իրար գզեն, իրար ուտեն, դրան են արժանի։ Այդ եկեղեցին էլ կազատվի դրանց բոլորից։ Վերջի մենք մի հատ պետքա հոգևոր կառույց ունենանք, որը որ ծառայի, որը որ զբաղվի գործով, ոչ թե 10-ով չի դառնա ընտրությունների ժամանակ։ Սա է խնդիրը։ Տես Արամ, 10 եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրանք խոստովանել են, որ իրանք իրենց բաժին մեղքերը ընդունում են եւ առաջ են քաշել բարենորոգման օրակարգը, իրանք էլ են պատրաստ։ Այստեղ հարցը ուրիշ բան, խնդիր այստեղ ուրիշ է, որ հիմա հաշվում են, ասենք, օրինակ դրոնով հաշվարկ էին արել, որ ընդդիմության կողմից Մայր Աթոռի դիմաց կանգնած է եղել 2500 հոգի, եթե չեմ սխալվում, իսկ իշխանության կողմից 1000 քանի հոգի, եւ դա հաշվում են հաղթանակ։ Բայց ինչ գործ ունեն քաղաքացիները այնտեղ, ինչից են պաշտպանում, եկեղեցին են պաշտպանում։ Արդյոք եկեղեցին են պաշտպանում, թե վեհապարին են պաշտպանում իրանք։ Որովհետև տես Արամ, ներողություն, օրինակ հիմա արցախցիների շրջանում ինչ են անում, արցախցիները ինչպես են այդ հուզական պահի վրա համոզում, ասում են տեսեք, բանը մենք պետքա բոլորս կանգնենք վեհապարի կողքին, որովհետև վեհապարը ասում է Արցախի հարցը փակված չէ,
որը նաև վստահ ենք, որ վեհապարին չի էլ հետաքրքրում ոչ Արցախը, ոչ էլ Արցախի հարցը։ Փող չկա, վեհապարին այդտեղ չի էլ հետաքրքրել։ Գրև չկա Արցախից։ Հիմա անընդհատ էլի նորից Շահրամանյան Սամվելը, Ռոման Բաբան տենց հայտարարությունները, Վիտալի Բալասանյանը բոլոր արցախցիների անունից իրանք հայտարարություններ են տարածում, թե բա մենք վրթանեսից պետքա հրաժարվենք, նամակ են գրում Գարեգինի անունով։ Արտուր, ես նախ եւ առաջ այդ Արցախի ղեկավարությանը խնդրում եմ, որ ոչ մի բանի տեղ չնենեն, որտեղ ընդ իսան չկա, ընդ պետությունը լուծարած դիժվածքներ են, մարդիկ, որոնք որ այսօր քննադատում են Վրթանես Սրբազանին, բայց իրանք պետություն են լուծարել։ Այսինքն դուք երբ որ պետությունը լուծարում եք Շահրամանյան Սամվել, Վրթանես Սրբազանին հարցրել եք, որ այսօր հենց հաչում ես, կամ ինչ է նշանակում արցախցիների անունից։ Իրանց նման մտածող մի 100 արցախցի է մնացել Արտուր։ 90% արցախցիների դեմ է այսօր այդ երևույթներին։ Համարում է հայազգի թշնամի թե Ռոբերտին, թե Սերժիկին, թե մնացածին։ Եվ նորից եմ նշում, եթե այդքան Վիտյոկ Բալասարյանը մնացածը Շահրաման Քոսոտը այտենց արցախցիների համար ուժգնումները գնում է կամ վեհապարը, չէ՞, բա Ռոբերտ Քոչյանի վզից բռնեք, բերեք մի հատ բան վեհարան, մտ կզծրեք վեհարանում, ասեք այ սրիկա, այդքան հյուրանոցներն ու գույքը Երևանի կենտրոնում քեզ ո՞ր դու ծառա։ Բա ալիքո ժողովրդին բաժանի մարդիկ այն օրը տեսակ մենք լուսաբանեցինք որ 5-րդ ալիքով մեքենայի մեջ ապրող արցախցուն նկարել էին, ցույց էին տալի, բա այ վիժվածք, քնձռոտ, բա քո տներից մեկը դու Քոչյանի հարսի անունով 50 հատ տուն կա Հյուսային պողոտայում։ Բա թու մի տունն էլ տա այդ մարդուն ասի մեքենայի մեջ մի քնի իմ հայրենակիցն ես, կտա չի տա։ Հենց տա Արտուր 5 րոպե հետո Սիրուշոն Լևոն Քոչյանին ու Ռոբերտ Քոչյանին ասենց վզից կբռնի, կասի հելեք սիկտիր եղեք այս տնից։ Ես դες եկել եմ ձեր տուն, որ վայելեմ։ Այդ լոխինխի է ուզե ինքը ժամանակին Արտուր, որ Ալիևի տղուն կարողանար ուզեր, Ալիևի տղուն կուզեր։ Չգիտեմ, ընդ Հուգո Չավեսի տղուն հարմար տարբերակը լիներ կամ այն աֆրիկական երկրներ կան, չէ՞, որ Թալանը Մարանդեն են ասենք, այնտեղ այդ բրլյանտի հանքերն են։ Սա դրա համար է եկե, սա խոպան է եկե։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը Արցախից եկել էր Խոպան Հայաստանի Հանրապետություն, Սիրուշոն էլ եկել է Խոպան իրանց տուն։ Սրանք էդ են Արտուր։ Ես սրանց երբ նայում եմ այս շակալներին, սրանց ընտանիքին, սրանց վարքու կանոնին, նիստու կացին, իրանց ապրելակերպին։ Մենք մյուս հաղորդումը ներկայացնում ենք, թե ինչպես է այդ հայտնի Բերբերյանի այդ գաղափարը, այդ տարիների աշնանքը յուրացրել եւ հեղինակային իրավունքի խնդիր արդեն առաջացել Սիրուշո կոչվածի եւ այդ հայտնի մարդու ժառանգների միջև ոնց է Իրանով արել ասել եմ այդ տվեք գնամ նկարվեմ այդ զարդը գնացել նկարվել եմ մի ամիս հետո ասում եմ բան եմ ուսես մա թուղթու գրիչ են տվել ձեռը ինքը նկարում է այդ զարդը թե ոնց պետք է նախագիծ անում ինչ է անում այսինքն դուք պատկերացրեք մենք ինչի այդ գործ ունենք այդքան թալանի միլիարդների մեջ աչքները էլի ուրիշի ունեցածի վրա է սրանց Այսինքն Արտուր մենք հիմա եթե ինչ-որ իման սխալ ենք ասում, օբյեկտիվ չենք ասում, թող գան, մեզ պատասխանեն փաստերով։ Ես հիմա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդ որում ես քյասիպ մարդ երբեք չեմ եղել Արտուր։ Չեմ էլ թաքցրել դա, բայց որ վաղը ինձ գան համապատասխան վայրից, կառույցից, ասեն գիտես ինչ կա հարգելիս, քեզ այս ինչը որ դու ունես որտեղից, ես կարամ հիմնավորեմ Արտուր։ Բայց իրանց ասում ես քեզ, ընդ որում մենք դες միլիոններ չունենք։ Աշխատել ենք, ապրել ենք, օրենք չենք խախտել, մենք միլիոններ չունենք Արտուր։ Այս վիժվածքները Սադախլուից արած սվիտերով էր եկեք, հիշեք։ Բան էր, տապեշկեքը ոտի մի հակը մի ոտին տապեշկա էր, մի ոտին բոթազ էր, բանի այն Եղվարդի, մոռացել է։ Եղվարդի բոթազերով եկավ, այն հիշեք, այն Adidas կար, չէ՞ Եղվարդի։ Այդ բոթազերով եկավ Բելայի հետ, դարավ միլիարդ հատ էր։ Հիմա հարց ենք, ասենք պարոն Ռոբերտ, քութիկ Որտեղից քեզ կոնգրես հյուրանոցը։ Լևոնիկ Քոչյան 2008 թվականին զորացրվել է բանակից ու դարել է Նայիրի ինշուրանսի սեփական անդամ։ Հիմա ասենք մարդը ծառայության ընթացքում ո՞նց է ձեռք բերել բիզնես։ Ո՞նց է բիզնեսի տեր դարը։ Քնեզարտելա իրան։ Քոչյանին ասում եմ իմ ընտանիքը բիզնեսով է զբաղվել։ Ես քեզ Ռոբերտ Քոչյան, իսկ միգուցե քո ընտանիքը ուրիշ բանով է զբաղվել, որը որ եթերային չի ես ասեմ։ Համբալ Ու ասում են ես վիրավորում եմ մարդկանց, բա ինչ անեմ Արտուր։ Ինչ անեմ։ Դնեմ գլխիս ծափտամ, ասեմ ապրի Ռոբերտը, հոր գեզմանը զուքան դարե։ Այդ դուր իր ընկերը, սա պետք է ասեմ, չեմ կարա չասեմ, իր ընկերը իր տան անդամը շրջապատում պատմում է,
ասում եմ մոր թաղմանը գնացնենք չեր մտնում հողը։ Այսինքն սրանք այս աշճանի վիճվածք են, ասում եմ հողը չեր ընդունում անգամ։ Ով որ այդ դրա թաղումներին եղել է գիտի։ Շատ մարդ է չեղել, 10 հոգի մարդ է եղել։ Այսինքն սրանք պատկերացնում եք անգամ էկոլոգիան գիտի որ սրանք դավաճան են Արտուր։ Ու այսօր հելը ինչ որ ընտանիքին թայֆին առեն ինչ որ արժեքներից են խոսում, եկեղեցուց են խոսում։ Սրանց տեղը Սովետաշենի Զիբիլյանոցն է, որտեղ իրանք հայտնվելու են։ Իսկ եկեղեցուն եւս մեկ անգամ ուզում եմ ես Գարեգին Բ-ին ասեմ, ուրեմն լսի Գարեգին Բ Ռոբերտ Քոչյանը տեսար քեզ ինչ օրը գցեց։ Սա դեռ սկիզբն է, ով որ Ռոբերտ Քոչյանի խելքին ընկել է, ով որ Քոչյանի թայֆի հետ շփվել է, ով որ սրանց հետ նստել է հաց հայկել է, դրանց բոլորի վերջը է դա, որովհետև Քոչյանը թուրք է Արտուր։ Սա եկել է պետությունը քանդի։ Սա դիվերսիա է անում հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև սրանց այդ տարիների իշխանությունը Հայաստանում միմիայն պետքա դիտարկես որպես ուզուրպացիա։ Այսինքն Աբդուլ Համիդը այսքան վնաս չի տվել, ոնց որ էսի Սերժի հետ մեզ ժողովրդին այսքան վնաս տվեց։ Մենք անցած հաղորդմանը ներկայացրեցինք, չէ՞, Լեո Փողոցիա մարտի 1-ին սնայպերով մարդ են գնդակահարել Երևանի կենտրոնում։ Ու սրա բիջը հելնում խոսում է բռնապետությունից, դիկտատուրայից։ Այսինքն համբալ հորդ իշխանության ժամանակ մարդ են սպանել, ասում է բացահայտված չի սպանողը։ Դուք պատկերացնեք ինչ աշնան ժողովրդին դեբիլի էշի տեղ դրես սրանք Արտուր։ Ինչ աստիճանի Երևանի կենտրոնում սնայպերով մարդ սպանեն ցույցի ժամանակ ընդ որում այդ ցույցն ենք մենք հիշում ոնց սկսվեց ժողովրդի իր համար պարադկեքի մեջ հանգիստ պարկած քնած էր Սահակյան Գրիշեն Օղորմածիկի այդ արխանի պետի գլխավորությամբ եկան սկսին կոտորածը մի երկու հատ պիստոլետ էին գցել խոտերի մեջ ասում են զինված էին ուրեմն Արտուր ժողովուրդը մարտի 1-ին պարադկում քնած բանում այդ այն ջազվե սրճարանի մոտ բաներ պիստոլետ էր տարել գցել էլի Հենց սրանց մակարդակում սրանց ուղեղը նայեք։ Ու հիմա սրանք խրխրում են Արտուր, որտեղ հատուցման պահը եկել է։ Որտեղ հիմա Ռոբերտ Քոչյանը շրջվում է ու նայում է, ասում է լավ, որ ասում ես լող տղեկից հետ ինչ է ալնելու։ Գիտի չէինք Արտուր։ Իրանք շատ չի մնացել ապրելու։ Ծեյացած հայվան է։ Այսօր եկուց է վիճակը։ Ինքը նայում է իր ընտանիքին, իր բջերին, ասում է ախպեր, ես ինչ օր ընկա ես։ Քանի շուտ է հեղաշրջում անեմ իշխանությունը նվերտամ սրանց, որ վաղը մեսօր կարան ապրեն։ Որտեվ գիտի մենք սրանց ինչ ենք անելու։ Սրանց դաժան օրեր է սպասում Արտուր, սրանց ընտանիքի բոլոր անդամներին։ Ինձ մեկ-մեկ ասում են, գիտեք ինչն է հետաքրքիր, մի երկու հոգի տես կան, ասում են ընտանիքին արամ, բայց բան մի ասա։ Ես բացատրում եմ, ասում եմ, ես մեղավոր եմ, որ Քոչյանի հարցների անունով ապօրինի գույք կա։ Այսինքն այս մարդիկ իրանք մաս են կազմել քրյա օլիգարխիկ ռեժիմի։ Հիմա իսկի պետք է ասեմ ինչա դե կինա չանդրադառնամ։ Ես հեսա Մեզ պայքարում մեր համար կին, տղամարդ չկա։ Ես հեսա ունեցվածքին էլի կանրադառնամ արամ, որովհետև այդ թեման նաև այս շաբաթ ազգային ժողովում քննարկվել է։ Մինչ այդ ուզում եմ ասեմ, տես ինչ են անում արամ։ Ման են գալիս ինչ որ հուզական դեպքեր, հա, ինչ որ իրադարձություններ են ման գալիս, մարդկանց փորձում են հանել իրար դիմաց, օրինակ նայում եմ, մտնում եմ մեկնաբանությունները կարդում եմ, տեսնում են, ասենք Վրթանես Սրբազանի համար չեն գնում, հա, բանը արցախցիները։ Մարդիկ տակը մեկնաբանում են ինչի համար չեն գնում, որովհետև նու հայ ժողովուրդն էլ հիմա որ դուրս չի գալիս Գարեգինի հետ, համար նես չի որ Գարեգինից տենց շատ են սիրում դրա համար դուրս չեն գալու։ Ուղղակի չեն ուզում խառնվեն, ասենք, չեն ուզում տեսնեն տենց փողոցային պայքարով իրար հայը հային ծեծ ու ջարդով դրա համար դուրս չեն գալիս փողոց։ Ես տենց եմ կարծում, նույն ձևել արցախցիք, բայց արցախցիների մեջ էլ ատելություն են բան տես ժողովրդի մեջ տարածում, մցնում բանում։ Ասենք ասում է բաներ, դուրս եկեք բան, թե չէ, հանգարց դուրս չեկաք, տեսեք ինչ է անելու։ Արցախը հետ չեն բերելու, բանը Ուրեմն Facebook-ում տեսա հրապարակում տոնածառը լույսերի հետ կապված մի հատ արցախցի կին էր տեղադրել, չնայած չեմ կարող 100%-ով ասեմ արցախցի էր թե չէ, բայց Արցախի տոնածառի 2016 թվի թե 17 թվի տոնածառի լույսերը վառվելու տեսանյութներ տեղադրել ու գրել էր մերը լրիվ ուրիշ էր մեր տոնածառ, մեր բան տակնի մեկը կոմենտ մեկնաբանություն էր գրել, որ մերը լրիվ ուրիշ, մերս ամեն ինչն էր ուրիշ, մենք տենց արեստական բան, տենց ձևավոր բաներ չունենք, հասկանում ես, սա եւս պարակտման բանը ատելություն միմյանց հանդեպ ասենք, սա միտումնավոր է անում, այո, սա ներքի պատերազմը հայ դեմ հանելով պատերազմ։ Արտուր, տեսեք։
Ներողություն եւ հարցս ավարտեմ, տես օրինակ որ կոչ են անում դուրս եկեք վրթանես Սրբազանի դեմ, հա? Օրինակ օրեր առաջ սահմանադրության օրն էր Արցախի։ Ինչի մենք չտեսանք կոչ, որ սիրելի արցախցիներ Շահրամանյան Սամվելը գնալու է Եռաբլուր։ Եկեք բոլորով միասին գնանք Եռաբլուր։ Թքենք Շահրամանյան Սամվելի դեմքին, շատ հիանալի կոչ կլիներ։ Ես մյուս երբ հա մյուս տոները երբ հա կոչ անեմ, թվում է դրան թքեն դրա դեմքին, բայց հիմա խնդիրը կայանում է Արտուր նրանում, որ հայ ժողովուրդը մեղավոր չի, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյան թուրքը երբ զավթեց իշխանությունը, իր Ղարաբաղի կլան կոչված այդ վիժվածքներին, այսինքն ես երբ ասում Ղարաբաղի կլան, Ալիևի քութիկներ նկատի չունեմ մեր Արցախի ժողովրդին, որտեղ Արցախի ժողովուրդն ու հայ ժողովուրդը դա նույն հայ ժողովուրդն է։ Ես նկատի ունեմ այդ իր թայֆին, այդ Ղարաբաղցի տականքներին, որոնց որ ինքը բերեց պաշտոններ նշանակեց, սկսեցին ստե հայերի վրա գազեր անել, այդպես խլել ունեզրկել ու հայ ժողովուրդը այդպես ավտոմատ կերպով արդեն վատ տրամադրվեց այդ Ղարաբաղցիքի նկատմամբ։ Դա տեղից է եղել Արտուր։ Այդ որ ասում են մերը ուրիշ էր։ Հենց սիկտիր եղեք դե ձեր Ստեփանակերտում ձեր նոր տարին ու չգիտեմ ինչ նշեք արա։ Բերանս բացել եք տարի, 30 տարի շամպես փախակ ձեր երկրից։ Հայ զինվորը չներ դուք ինչ էիք անելու արա։ Տեսանք էլի 2023 թվականի վերջի դեպքերին հայ զինվոր չկար այնտեղ։ Քանի օր տևեց Արտուր։ Շամպես իրաց կյանքին թողին փախան լրփի տղեկը։ Հիմա եկե մեր բերանը բացել են տարի։ 30 տարի ձրիակեր սուկայի պես ապրել են մեր փողերով։ Մոռացել եք հայ զինվորը գնում մատ նուրու տանձեր քաղում, տանում են ռազմական լղճում էին Շուշիում։ Հիմա որ ասենք, կասեն, բայց արդեն ասելու ժամանակն է։ Ու սրանք եկել են շուտ ձեն ուզում ստե բարձրացնեն։ Արա բայց ձեր երկիրը պահեիք, փողը տալիս ենք, զորքը տալիս ենք, ամեն ինչ տալիս ենք Արտուր։ 18 տարեկանները արուն էին թափում ընդ մի մետր Արցախից մի սանտիմետր չէին հանձնում, դիժվածքները շամպես գերի հանձնվան գեներալները։ Հիմա մենք ո՞ր մեկը ասենք Արտուր, այսինքն արցախցի գեներալ ունենք, որը որ Ղազի պես գերիա հանձնվե ու Երևանցի տղա ունենք 18 տարեկան, որ Լիմոնկեն քաշի իրան տրակցել է։ Հիմա դե թողան խոսանք։ Մերի ուրիշ էր, չգիտեմ ինչ էր, ասում եմ հելեք ռադ եղեք արա։ Հելեք գնացեք ապրեք, գնացեք Ադրբեջանի պասպորտ ստացեք, վերենքեք ապրեք, ինչ եք ուզում մեզնից։ Այդքան փող տվինք, այդքան ամեն ինչը տվինք, այն օրը ճշտենք, որ Ղարաբաղից եկած Բաքուի ճատրից ինչ որ մեկի կինը, այդ լիրփը 22 հատ տուն է արել Երևանում։ Արտուր Երևանցին հայ ժողովուրդը 22 հատ բնակարան չի կարում առնի, մարդիկ մի հատ տանհարց հազիվ են հիպոթեկով լուծում։ Սրանք հիմա եկել են, շես բան են, գազեր են անում, գազաբատ են անում իրենց կարճ խելքով։ Դες ասած 2 միլիոն դոլարով ասենք ավտոտեխ սպասարկման կենտրոն։ Արտուր կտանենք, կբրախենք սրանց Սոյետաշինի Զիբիլնոց, թոցապտուները չհելնի։ Այնպես չանեն մենք մի օր ոտի հելնենք սրանց հարցերը սաղի արդեն լուծենք, մեզ դավադիտ են անում սրանք։ Ներվերներս ուտում են արդեն, որովհետև ինչ է նշանակում անընդհատ ձեր մոտ է պետք է այտենցնեն, տաքսի շոֆերը հիշում եք, որ ինքին ինձ զանգեց, այդ կնոջը կետկինը նկարանել էր, չէ՞ որ ինչ որ եկել է ու տենց բան է անում, նավսները գցած, ձեր մոտ է պետք է կռիվը լինի, այդ կռիվը մեր մոտ է եղել, համբալներ։ Մենք հադրութում այնտեղ ենք եղել, չէ՞ Արտուր։ Լսի, հադրութում ուր էին հադրութցիկ։ Այն Աղաբեկյան են չեմ ուզում քֆուր տամ։ Այն եզը գերել է կոչվում։ Տաղու Գերեզմանը թողել էր հադրութում թուրքերը եկա, վերջում Ռուսաստանին փողա տվել, որ Գերեզմանը այդքան դագաղը հանեն բերեն ստե թաղի։ Հիմա բերանից բացի է տալի, հադրութի արծիվներ, չգիտեմ, Սերժի ճուտ են, Աղաբեկյան Արտուրը։ Համբար, բա ուր է հադրութում դու թողե փախե արա։ Զորքը մտավ հադրութ կոտորվա, որտեվ հադրութի չկար։ Հադրութում մի օքի չկար Արտուր։ Փախել էին շամպես։ Հիմա սրանք եկել են ու ինչ որ հայ ժողովրդին պրետենզիա են ներկայացնում պետությանը։ Դե որովհետև այդ 100-200 հոգի հիմա բողոքող ներողություն բան են դրել, ԿՊՊ էին դրել, որ Արցախ մտնելուց հիշում եք, բանին ոնց ծեծ ու ջարդեցին Բևերին ճանապարհեցին։ Հա, այն Հակոբ Ջեյան մատկային տուֆտ են, ինչ որ դրա աղբերն է տեղը, միլիցիա եղել, ինչ է եղել։ Ուրեմն լսի Արտուր, նայ 100 տանկ են հանձնել։ Յուղը վրան 100 տանկը Շահրամանյան այդ վիժվածքը տվեց Թուրքին։ Գիտես խի Արտուր, որտեղ նորից եմ նշում 2023 թվականին, երբ որ նոյեմբերի 9-ից հետո այդ վիճակը ստեղծել էր եւ հայկական զինված ուժերը դուրս էին եկել Արցախից, տևեց 5 օր, որովհետեւ այնտեղ հայ զինվոր չկար, որ հայ զինվորը ներ, ոնց որ 44 օրյայի ժամանակ մարտնչեցին,
Մոռացել են քոչան ենք, գնացել պանիկա էին տարածում, հողերը ծախած է, թողեք հետ եկեք։ Գիտեն չենք հիշում, այն Վովա Գասպան քնձռոտը բանում Ջաբրայիլում սնայադը խփեց Ստեփանակերտում գորմա բրոնես բերեք։ Այդ բրոնը գիտի որտեն են կողելու մենք։ Դուք տեսել եք սրանք ով են Արտուր։ Սրանք էլիտա են կոչվել, սրանք գեներալ են կոչվել։ Իրանց կեանիքից, իրանց աղջիկերքից խաբար չեն։ Արտուր չեմ ուզում խիստ անձնական բաներ հրապարակեմ, այս մուսորների վրայով, որ հրապարակեմ, ասում եմ, ով տենա թքելու է սրանց դեպքին։ Սրանք բարիկ են եղել, դեղ ծախող, դեղ ցրող վիժվածքներ են։ Նարկաման կազինո խաղացող։ Եթե երկիդ ղեկավարը կազինո խաղացող է եղել։ Ֆլեշի բարձր հետ բլոտ էր խաղում Ծաղկաձորում։ Մոռացել ենք մենք։ Ու ես պղծերը եկել ինչ-որ մի հատ ուզում են սահակարգման թեմա դարձնեն։ Արամ, տես ես թեման շարունակելով տես ազգային ժողովում քննարկվում էր ուրեմն Արցախի տեղահանվածներին բնակարանային աջակցության պետական ծրագրի հարցը, որը 2024 թվականից է մտել, եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից 26233 մարդ է ստացել մինչ օրս ՀՀ քաղաքացիություն։ Եվ Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկից $250 միլիոն վարկ է վերցնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, որոնք կարող են դիմել բնակարանային աջակցության այդ պետական ծրագրին մասնակցելու շահառու դառնալու համար, սակայն մի պայման կա, որ պետք է Հայաստանի քաղաքացիություն ընդունեն, նաև հիմա իրանց սատելիտներով Արամ ջան, տես ինչ են տարածում եւ սիրելի արցախցիներ, մի տրվեք այդ սադրը, մի լսեք դրանց, ուղղակի մենք ձեզ խնդրում ենք, կոչ ենք անում, որ ասում են, որ եթե հանգարց վերցրեցիք Հայաստանի պասպորտը, դուք քիչ եք Արցախը սիրում։ Եթե վերցրեցիք, էլ Արցախ չեք կարողանա վերադառնալ։ Եթե վերցրեցիք փախստական, այնտեղ Եվրոպա կարայիք գնաք, չեք կարա գնաք։ Եթե վերցրեցիք, բանում ձեզի Ռուսաստանի, չգիտեմ, Ֆնդլակաշեն գյուղում ձեզ տուն չեն տա բանով, հասկանում ես Արամ, այսինքն մինչև մա խոչընդոտում է, որ 120,000 արցախցիներից ընդամենը 20 քանի հազարն է եւ իդեպ $250 միլիոն ինչի է շեշտեցի, որ ընդամենը $200 միլիոն անում է մեր շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը։ Դա ինչ է որ հստակ են գտել Երևանում։ Պետությունը $250 միլիոն վարկ է վերցնում, իսկ Ռոբերտ Քոչարյանը ունի $200 միլիոն։ Արտուր, դուք հենց նոր գիտականորեն հիմնավորեցիք իմ ասածները, իմ թեզերը, այսինքն եթե մենակ քնձռոտ, ոչլոտ Քոչարյանի ընտանիքը $250 միլիոն ունեցվածք ունի մենակ Հայաստանում, չհաշված են դսերում ինչ են պահել։ Հայաստանում էլ բաներ կա չեն կարող գտնեն։ Հորոխպորտողու քերու Ալիևի քերոջ աղջկա անունով օրինակի համար։ Այսինքն հիմա ինչի մասին է խոսքը, որ Միշիկը, Սերժիկը, Ռոբիկը, ընդ այն մյուս կեղտերը, այսինքն մի 10 հոգու որ բռնես թափ տաս, արցախցիների հարցերը կլուծվի։ Բա դուք որ այդքան շատ եք սիրում այդ արցախցիներին, կրկնվում եմ։ Բա մի սենյականոց տուն տվեք ինչ-որ մեկին, կտան չեն տա Արտուր, սրանք որտեղ սրանք թուրք են։ Ու մենք հենց նոր գիտականորեն հիմնավորեցինք, որ սրանք ադրբեջանցի, սրանք Ալիևի շներն են։ Սրանք միտումնա որ սրանց Հայաստան են ուղարկել Արտուր, մեր պետությունը քանդելու համար։ Ու երբ որ ասում են Արցախը վաղ հանձնեց, վայ, էս արեց, արա բա դուք ուր էիք արա։ Ձեր քութիկը Շարամյանը պետություն լուծարեց։ Վզին դրին ստորագրեց մի հատ էլ։ Հենց նոր էլ հրապարակում եղավ Ադրբեջանը, որ ասում է լավ էլ համագործակցել է այս դավաճանը։ Տեղերը ասե, հասցեն է տվել։ Դա այսօր փորձում էր հերքել եթերում ասում էր այդպես բան չի եղել, ես չեմ ասել, ես այդ մարդը չեմ։ Վայ, քորացա ես։ Ոնց է պիտի խոստովաներ ասել։ Հա, պիտի ասել ես եմ ասել։ Մենք նորից եմ նշում, մենք այս Ալիևի քութիկներին իրանց տեղը ցույց ենք տալու Արտուր։ Ու թող ինչ ուզում է թողան, իրանց պատերով տան, ինչ ուզում է խափեն, ինչ վերաբերում է արցախցիների հետ կապված։ Չեն ուզում ազնագիր վերցեն, թող չվերցեն, ինձ վատություն չեն անում Արտուր։ Ես ոչ հավես ունեմ արդեն, ոչ ներվել ունեմ։ Կարևորը մենք մեր խեղճի հանդեպ մաքուր ենք, հայ ժողովուրդը ինչ կարացել է 30 տարի տվել է հանուն Արցախի, իր սերունդն է տվել ավագույն։ Տվել է այն երիտասարդներին, որոնց արյան շնորհիվ այսօր Օգանովսկու, Բակոյի, մնացածի բջերը
ֆրֆրում են ազատ իրանց համար։ Բա գնայք կռվեիք արա Ղարաբաղցի բերանց չեմ ուզում բացեմ քֆուր կտամ արդեն սրանց արդյոք սրանք քֆուրյան արժանի։ Էլի սրանց ասելիքն մեր արցախցի տանջված ժողովուրդը մեր նման ուժով է գիշեր մարդիկ մտածում են Արտուր մեր նման իրենց գոյությունը պահեն տրանսպորտի ծախս երեխաների բան իսկ այս մարդիկ փորձում են այս մարդկանց հանեն փողոց մի գնացեք մի աշխատեք դուրս եկեք փողոց մի վերցրեք քաղաքացիություն ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեզ ինչ վատություն մինչև այդ պասպորտով էին գնում դասերը գալի իրանց Ղարաբաղի բանի Չորբուլախ գյուղի պասպորտով էին գնում մոռացին են այս սուկաները ես նաև Վրթանես Սրբազանի հետ կապված նշեմ որ այդ մարդը ազատ է իր քաղաքական հայացքներում ոնց որ դուք եք ազատ որ Քոչարյանի համար քութիկ եք աշխատում Էջմիածին Երևան բան եք բացել միտինգ մատերիալ մատակարարելու ռեյս եք անում դրանից խոսացեք լավ անում Վրթանես Սրբազանը ես նորից եմ նշում եկեղեցին ինչ չի հետաքրքրում այդ պայքարը որովհետև ես տարիներ շարունակ եկեղեցի չեմ գնում ու ոնց հասկանում եմ մի 10 տարի դեռ չեմ գնալու շատ խնդիրներ կան չեմ ուզում բարձրացնեմ, որովհետև ես առասարակ նրանց նկատմամբ ոչ մի հարգանք չեմ տածում այդ կիսա մաֆիոս համակարգի, բայց նորից ես մեկ անգամ նշում եմ Արտուր, որ հայ ժողովուրդը տվել է այն, ինչը որ մեր ժողովրդի 1%-ն էլ Արցախցին չի արա իր պետության համար։ Դրա համար այսօր անգավ։ Ու թող մեղավորներ չփնտրեն։ Մեղավորը այսօր Երևանի կենտրոնում վերընկած է իր քութիկների հետ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Թող գնան Քոչարյանից հարցեն, ասեն դե ոնց եղավ, որ տենց եղավ։ Արամ եւ տես նախորդ Կիրակի մեր եթերի օրը Երևանում վառվեցին մայրաքաղաքի տոնածառի լույսերը, բավականին գեղեցիկ շքեղ միջոցառում էր, ինչեւ թե արտասահմանյան լրատվամիջոցներն էին խոսում, թե տեղական, ինչպես նաեւ ընդդիմադիր ավականու անդամները սկսեցին խոսալ, շեշտել, որ Երևանի ամանորյա տոնական զարդարանքի համար քաղաքապետարանը ծախսել է $1,594,000, որը 607 միլիոն դրամ է կազմում, որը բյուջեից, մեր փողերով, մեր հարկերով, լավ, եթե Երևանի քաղաքապետարանը ունի Արամ իր բյուջեն սահմանված եւ պետքա նաեւ Հայաստանը վերջի վերջո ցուցադրաբար ներկայանա, այսինքն ինչ պետքա լինի Ռուսաստանի եսին որ գյուղում տեսանք իր տոնածառերի դրած շուռ եկավ պետքա attention-ներ ասենք այդ Ռոբերտ Քոչարյանի թիմը նաև հիմա էլի իրանց վնգստոցի բաններ ցա այսինքն պետք է տենց գեղի կլուբ տոնածառներ որ ասեին ես ինչա կատարում Հայաստանը մեր փոքր Հայաստանը վերջի վերջո տեսանելի է եւ լիքը տուրիստներ ուզում են գալ ասենք Ռոբերտ Քոչարյանի քնձրոտ որդին Սեդրակ Քոչարյանը Հունաստանում առանձնատուն կարող ունենա միլիոնավոր դոլարների հյուրանոց կարող ունենա մի քանի միլիոնի իր ընտանիքով հանդերձ շոր ունեն իրանք մենակ այսինքն մեր պետությունը տոնածառ ինչ ձրի պետք է կարող է իրանք ձրի բերել տվել էին պետությունը փողեր ծախսել բոլոր երկրներում էլ նորմալ երևույթ է ես նորից եմ նշում մենք ուղղակի Արտուր քանի որ այս հանցագործ դավաճանները գիտեք տարիներ շարունակ ժողովրդից կտրվել էին ինչն էր պատճառը չէ իրանք լրիվ ուրիշ աշխարհում էին ապրում ժողովուրդը լրիվ ուրիշ աշխարհում ես նշեմ որ մենք ցավալի է բայց մենք ծայրահեղ աղքատության մեջ ապրող քաղաքացիներ ունենք որոնք որ անգամ տունը այսքան տոնածառեր չունեն հիմա այդ մարդկանց երեխաները գալիս են գոնե տոնա ուրախանում են որոշակի դրական երևույթ է ու նորից եմ նշում դա եւս ազդում է մարդկանց որոշակի ընկալումների վրա Արտուր, որովհետև ինչպես ասում են տարին եթե լավ սկսում ես, լավ էլ ավարտում ես, պետք չէ սրանք հիբրիդային գիտեք ինչ պատերազմ են մղում հայ ժողովրդի դեմ Արտուր, անընդհատ sense այդ մաղձը իրանց թափեն, թե բացասական բաներ ասեն, տենում եք, չէ, Ալիևը ինչ որ մի բան տուֆտում է իր այն բառանների համար 5 րոպե հետո մեկ է սրանք գրում են Սյունիքը հեսակը վերցնի, հեսա այն կանի։ Ես ասել եմ, որ Ալիևը բերանց թո բացել չտան։ Քոչարյանի ընտանիքի հետ ու իր ընտանիքի հետ գիտեք ինչ կվերցնի։ Ու պետք չէ ժողովրդին վախցնել։ Վայ կռիվ կլինի։ Հե որ կռիվ եղավ, ինչ կռիվ կլինի, կկռվենք։ Հո չենք կռվել, կարող է իրանք են գալու կռվեն Արտուր։ Քոչարյան դու ես գալու կռվեն։ Հարսը Ամերիկայը ցրթում կներեք երկու հատ քոսոտ թղթի համար։ Դուք պետք է գաք կռվեք արա։ Դուք ինչ կռվող արա։ Դուք սկի հայ թե կռիվ առաջ չկաք ու ասում են սրանց էլ ինչ ասենք Արտուր Ես Արամ ջան այս հարցերը բարձրացնում եմ նրա համար որ մեր հայրենակիցները
ովքեր adekvat դատում են, գնան այն մարդկանց, ովքեր խենթանում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի համար, բացատրեն, որ այսինքն այս մարդիկ ուզում են, որ հայ ժողովրդի դեմքից, այսինքն ասես տխուր, ասես մի հատ խոժոր դեմքը, ներ Շուշան Պետրոսյանի դեմքի նման, ասես Բադրջյանի խոժոր դեմքը ժողովուրդը ունենա։ Մենք տեսանք օրինակ Բաթումիում քվեարկությունով, ժողովուրդը քվեարկությունով տոնածառ էր պատվիրը 3 տարի առաջ Իտալիայից, այդ տոնածառը եկել է նայում ես չի համապատասխանում նկարով, ոնց որ Թեմուից պատվիրած են, կամ Վալբերիսից Հիմա այնտեղ ժողովուրդը բողոքում, այսինքն սրանք էլ ուզում են հատուկ մի բան լինի, որ ժողովրդին համար հանեն, որ ժողովուրդը բողոքի, բայց երեխան դուրս է գալիս նայում այդ տոնածառին ուրախանում, իրանք անգամ երեխեքի ուրախությունն են ուզում կտրածել։ Եթե իրանք չեն ուզում մեկին լավություն հայտնեն, օրինակ, օրերս մենք ազգային ժողովում տեսանք Ալեն Սիմոնյանը հելավ եւ թարս չափալախ տվեց ուղղակի Տարոն Մարգարյանին խոսքերով Տարոն Մարգարյանի օգնականը Facebook-ում ստատուս էր գրել, որ ներողություն ազգային ժողովը թանկ խանութից է գնումները արել տոնածառի զարդարանքի Ալեն լափեցին Ալեն Սիմոնյանն ասեց խնդրեմ երկու падգամավոր են մեկը ազգային ժողովի փոխոսնակը մեկը Տարոն Մարգարյանը եւ թող վերցնի Տարոն Մարգարյանը իր օգնականի տան իրանց տուն լափելը ցույց տա որն է այդ հասցեի այդ շենքը եւ շինությունը Տարոն Մարգարյանը շատ փոքր մարդ է որ ես իրան անդառնամ ես անգամ իր հորը չեմ անդառնում ու մնաց ինչ-որ մի հատ չգիտեմ Շուտ Գարեգին Նժդեհի անունը տալով 30 տարի սրանք տեսակ ինչով էին զբաղված Արտուր։ Նժդեն Գերեզմանի մեջ 6 անգամ շուռ եկավ սրանց երեսից։ Տարը թոյթա Սերժը բլոտ խաղա։ Իրանց հետ է։ Ես սրանց ինչին անդառնամ Արտուր։ Ցանկություն էլ չունեմ, ոչ ժամանակ կա, ոչ ներվեր կա։ Սրանց նորից եմ նշում, սրանց պետքա բոմբ սարքենք, սարքելու ենք։ Ուրիշ խնդիր չկա այդտեղ, դա է։ Տարը թոլը պատմի, թե տեղեկի բանակում չեն ծառայել Նժդեն։ Մեկի մեկի անունը, չգիտեմ, Դարոյեն դնում են, մեկի անունը Նժդեն դնում, մեկին է, չգիտեմ, Աղբյուր Սերոփ են դնում, բայց վերջում տերում ես, որ իսկի բանակ են վախեցեք նրան։ Չէ, դորջարով ճռիկներ էին անում, հավանում բան։ Մենք տեսնում։ Մեր ճռիկ անելու վախն էլ կգա, պարոն Տարոն, դու սպասի։ Եվ արա մորերս կոռուպցիոն սկանդալ եղավ, լրագրող Վահե Մակարյանն էր հրապարակի տեղեկություն, որ 400 հատ iPhone է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Մաքսանենք ճանապարհով ներմուծվող խմբականակի հետևում կանգնած է եղել Պեկ բարձրաստիճան պաշտոնյան, Պեկի ներքին անվտանգության վարչության, այսինքն նավի պետ Գառնիկ Մարգարյանը։ Եվ գիտեմ, որ դու ունես ավելի տեղեկություններ տվյալ գործից, կխնդրեմ ներկայացնես մեր հեռուստացույցը։ Ես այսօր կներկայացնեմ մեր վերջին բացահայտումը, ուրեմն ես եւս ծանոթ եմ այդ հրապարակումին։ Ուրեմն տեսեք Արտուր Գառնիկ Մարգարյանը հանդիսանում է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ ազգանունը կներեք չեմ հիշում, հեսա նայեմ, չսխալվեմ, Էդուարդ Հակոբյանի բաժանաղի ընկերը։ Այսինքն Էդուարդ Հակոբյանը երբ նշանակվել է պաշտոնի, բնականաբար իր վստահելի մարդկանց բերել է եւ տեղավորել է պաշտոնների, դա նորմալ երևույթ է, երբ մարդ գալիս է կառույց ղեկավարելու, բայց այս երևույթը մի քանի ամիս եղել է խորհրդական Պեկ ղեկավարի, այնուհետև նշանակվել է ներքին անվտանգության վարչության նավի պետ։ Հանդիսանում է համակարգում բոլորը գիտեն, որ Պեկ նախագահի այդպես վստահելի կադր է, բայց նա չարաշահել է իմ ունեցած ինֆորմացիայով իր նկատմամբ այդ վստահությունը եւ ճիշտ որ տենց հեքիաթներ է պատմում, որ ինքը իր մարդն է, ամեն ինչ համաձայնեցնում է այս կողմ այն կողմ, բայց մի փոքր ներկայացնեմ այս Գառնիկ Մարգարյան երևույթին, ուրեմն լսի Գառնիկ, այդ որ Քոչարյանի քութիկների հետ դու շուտ խնջույքների ես մասնակցում, Ռոբերտ Քոչարյանի կենացն են խմում, ոտքի ես կանգնում, փորձում ես բոլորի հետ լավ հարաբերություններ կառուցես, դու ուղղակի շարքային չեմ ուզում ասեմ ինչ ես ու դու անգամ չես գնահատե այն մարդուն, ով որ քեզ այդ պաշտոնը վստահել է, այսինքն քո ամիջական ղեկավարին, հարազատին Պեկ նախագահին, որը որ քեզ նման պաշտոն է այդպես վստահել, մտածելով որ դու կհասկանաս այդ ամեն ինչի լրջությունը, այս երևույթը նշենք Արտուր մեր ունեցած ինֆորմացիայով արդեն նշանակումից հետո հունիս ամսին ինչ կասկածելի պայմաններում Հայաստանի Հանրապետություն անընդհատ ներաթափանցել որոշակի Մաքսանենք ճանապարհով այդ iPhone տեսակի հեռախոսներ, նշեմ որ
սկզբնական փուլում Աբու Դաբիում եւ Դուբայում մոտիկացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ դուք կհիշեք, որ նաեւ մեզ եւս մոտիկացան, երբ մենք Աբու Դաբիից մեկնում ենք Երևան, ինչ որ չընթրլո եկավ, բա հերախոս կա, այնտեղ ասացա, որ խնդրեմ կտանեք, ես կեժամ գիտեք, որ դրան բացատրում էի, թե պետությունը, պետականությունը ինչ է եւ նշում էի, որ դա մաքսանենք ապրանքա եւ չի կարելի, եթե դու ինչ-որ որոշակի բիզնեսով ես զբաղվում, համապատասխան ուղևորա փոխադրման միջոցներ կա, կարաս փաստաթղթերը այդպես գրանցես, փոխանցես, մաքսիմացես, պետականորեն վճարումները կատարես, այդ կապիկությամբ մի զբաղվիր եւ կհիշես, որ ջղանացա ես այդ լակոտի վրա, բայց այնուհետև մենք ստացանք ինֆորմացիա, որ այս Թայֆեն անընդհատ մոտիկանում է մարկանց ու այդպես 20-30 հատ հեռախոս է տալիս ու սրանք երբ Աբու Դաբիից, Դուբայից արդեն մեկնում են Երևան, նրանց է մոտիկանում Զվարթնոց օդանավակայանում նավի տեսուչը, այսինքն որը այնտեղ այդ հսկողություն է իրականացնում, այնտեղ աշխատում են այդ մարդիկ, այո, Գառնիկի տեսուչներ այսպես նշեմ, եւ անընդհատ 20-30 հատ այսպես 20-30 խմբականակով այդպես անցկացրել են եւ սիրելի Գառնիկ, մեր Գառնիկի, ինչպես ասում են, ախորժակը արդեն մի քանի 100 հատ iPhone է ցանկացել այս կոնտեքստում մեր ունեցած ինֆորմացիայով եւ ես նշեմ, որ մինչ բռնվել է 1600-ից 1800 iPhone-ի մասին է խոսքը, որ մինչեւ այդ մաքսիմում ճանապարհով անցել է եւ Արտուր, երբ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կառույցները արդեն մեր ունեցած տեղեկությունով իրացնելով օպերատիվ տվյալները ինֆորմացիա են ստացել, որ Աբու Դաբիից, Դուբայից 400 այդպես խմբականակով հեռախոսը տեղափոխվելու մաքսիմում ճանապարհով Երևան գնացել են եւ այդպես տեղում արդեն այդ բերը ասել են զննեք, որտեղ որ արդեն այդ նավի տեսուչները, որոնք որ պետքա դիմավորեին, այլ ոչ մի բան չեն կարող անեն, որովհետեւ ինֆորմացիան եղել է դրսից այլ կառույցից։ Այս կոնտեքստում գիտեք, մամուլում գրվեց, որ արդեն արգրավել է ինչ-որ փորձաքննության նշանակվում է ինչ արվել, բայց մի շատ կարևոր հարցի անդառնամ ես, քանի որ մենք ունենք մեր աղբյուրները թե պետական եկամուտների կոմիտեում, թե պարոն Գառնիկը ուղղակի չհասկացավ, որ Դուբայում անգամ հնդիկներն են մեզ ինֆորմացիա տրամադրում համագործակցում մեզ հետ, տեղը չբերեց եւ այս համատեքստում նշեմ, որ ծառայական քննություն է նշանակվել Պեկում, ինչն է շատ ծիծաղալու, որ ծառայական քննությունը նշանակվել է այն վարությունում, որտեղ որ հենց այդ Գառնիկ ինչաներ չեմ հիշում ազգանուն, Գառնիկ ներողություն սիրելի հայրենակիցներ, ուր ես դու Գառնիկ Մարգարյան, այո։ Եվ այս կոնտեքստում Գառնիկ Մարգարյանը մեր ունեցած տվյալներով հիմա փորձում է այդ նավի տեսուչներին համոզի, որպեսզի սրանք գնան եւ այդպես մեր ժողովրդի լեզվով ասած վիզ վերցնեն այս գործը, ասեն, որ մենք պետքա այդպես այդ ապրանքը դիմավորենք, մենք ենք արել այս կողմենքով, այսինքն ռուսերեն այդպես խոսք կա Արտուր հայտնի Կազիոլ Ատպուշենյա քաության նոխազ են փորձում գտնեն Պեկում եւ այդպես բարդ են մի քանի տեսուչի վրա, ասեն նավի պետը ինքը այդպես բաներ չէր անի։ Այսինքն նավի պետը ուղղակի մեր բազմաչափ հայ ժողովուրդը չի պատկերացնում, թե ինչ շրջապատ ունի, ում հետ է շփվում, որի մասին որ մենք գիտենք եւ ես նշեմ, որ այս համատեքստում սա արվել է մի բանի համար Արտուր, որովհետև եւս մեկ անգամ նշում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն բավականին լուրջ արդյունք է արձանագրել եւ այս կառույցին պետքա վարկաբեկեն։ Իսկ ոնց պետքա վարկաբեկեն, Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը շատ պարզ է։ Քոչարյանը իր քութիկների հետ միասին փորձում է ներթափանցումը համապատասխան այդ թույլ օղակ է գտնում, ասում են արի այս գործը անենք, տեսնում են, որ այս դիմացին իմբիցիլ է, $200 կյանքում չի տեսել մոտիկից եւ փորձում են այսպեսի գործելավոճով վերջի վերջո ով է վարկաբեկվում, ասում են Պեկի նախագահի կադրն է, թող ինքը մտածի, ինքն է վստահ, ինքն է բերի, այսինքն պատասխանատվությունը գնում է դեպի Պեկ նախագահ։ Այս կոնտեքստում ես ցավակցում եմ Գառնիկ Մարգարյանին, որովհետև օրերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ չի հանդուրժելու եւ հանելու է շփոթելու է դուս ուղակի այն մարկանց, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին շփոթում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ ես հուսով եմ, որ Գառնիկ Մարգարյանը ապագայում Ռոբերտ Քոչարյանի հետ նախընտրական այդպես գործունեությամբ հնարավորություն կունենա զբաղվելու 2026 թվականին, իսկ հետո արդեն 2026-ից հետո, երբ մենք նետենք
համապատասխան Ռոբերտ Քոչանին եւ իր բջին պատմության աղբանոց Սովետաշենում հնարավոր է իրար հետ համագործակցեն պարոն Գառնիկի եւ ես նշեմ եւս մեկ անգամ Արտուր, որ բազմաթիվ զանգեր ենք ստանում պետք համակարգից, մարկանցից, որոնք որ օր ու գիշեր աշխատում են եւ նշեմ, որ այս վերջի 1 տարվա ընթացքում շատ լուրջ արդյունք են գրանցել, կարելի է ասել 25%-ով գերակատարել են բյուջեն եւ դա խոսում է մի բանի մասին, որ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են Արտուր եւ երբ ուսումնասիրում ես այդ մարկանց աշխատանքը, տեսնում ես, որ մարդիկ այնպիսի ցուցանիշներ են փորձում ապահովեն, որ այդ պրեմիա կոչվածը գոնե ստանան նոր տարի անեն։ Այսինքն այդ կաշարք, մաշարք, այդ ժանեկին խաչլյան գագոն ինչ ոնց որ կոտորածը սկսել էր, այդ ավարտվել է այդ ամեն ինչը։ Մարդիկ այսօր օր ու գիշեր աշխատում են եւ ինձ բազմաթիվ զանգողների մեջ ես հասկացա մի բան, որ իրենք նշում էին, որ հենց Գառնիկ Մարկյան այս երևույթի պատճառով, որ ստվերվում է իրենց աշխատանքը, այսինքն մարդիկ ասում են մենք օր ու գիշեր աշխատենք, ցուցանիշ ապահովենք եւ ինչ որ մի պատահական անցորդի շնորհիվ ամբողջ համակարգը ստվերվի, սա շատ կարևոր հարց է եւ ես խորհուրդ եմ տալիս պետք նախագահային, որպեսզի իր կադրային քաղաքականությունը վերանայի, այլապես հայ ժողովուրդը իրան կվերանայի եւ ոչ միայն իրան։ Այս կոնտեքստում մենք հետամուտ ենք լինելու, հետեւական ենք լինելու, որ Գառնիկ Մարկյանը ենթարկվի համապատասխան քաղաքական, բարոյական եւ իրավական պատասխանատվության եւ նորից եմ նշում Գառնիկ Մարկյանին այն մի քանի հատ քութիկ կան Քոչանի թայֆից, որ հետները հաց է ուտում, այդ գառի չալաղաջը ուտելուց իմացի, որ մենք տեղյակ ենք, որտեղ որ ժամին ոնց ես աղարել ես, թե չես արել։ Սա էլ ասենք իգիտություն պարոն Գառնիկին։ Դե ինձ թվում է այսուհետ նրան հասանելի կլինի, արդեն խոզի բոշը արամ մենակ, ամենաթանկարժեք ուտեստը խոզի բոշը կլինի իր համար եւ արամ ռագում։ Գիշեք բանակում ռագու էին տալի, չէ՞։ Եվ երեք կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ գնահատական տվեց նաև այդ մաքսանենք հեռախոսների ներմուծման հարցին, սիրելի հետևորդներ, ձեզ հետ էլ հանդիպած կլինի, պատկաստ մեկ անգամ մոտեցել են պետք նախագահային Դուբայում եւ ասել են մեզ Արտուր։ Այո, մեզ են մոտեցել եւ պետք նախագահային պատկաստ մեկ ասել են ախպերս երկու հատ հեռախոս կանցկացնես Հայաստան։ Իրանք դե հա բրատ, իրանք փող են աշխատում այդտեղ հերիք չի, Աբու Դաբիի կամ Դուբայի օթանավակայանում։ Մեր նայում են հատուկ որ ընտանիքները նի տարեց կանեկն են եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցը լուծեք, որ անձը իրավունք ունի 1 տարվա մեջ մի հատ կամ 2 հատ տարվա մեջ, որ մի հատը իրան, մի հատը բայց չի նշանակում, որ պետքա օթանավակայանից վերցնեք, բերեք ստեղ, սիրելի հետևորդներ, որ դա էլ հետո դառնա մաքսանենք ճանապարհով, հարկերը չվճարեն, խանութում հետո մտնեք, որ առնեք, արդեն ձեր վրա մի հատ էլ թանգ լինի ու այդ հեռախոսի ծագումնաբանությունը դա iPhone-ի պաշտոնական խանութից չի գնում են ամենաէժան տեղից այնց վերականգնած ու եսի ինչ հեռախոսներ են առնում բերում որ մի քանի ամիս հետո դա փչանում է այդ գառանտիան էլ իրանք են գրում տալիս ձեռքով նենց որ նաև մեր հեռուստատիտողներին կոչ են անում որ նման խարդախությունների մասնակից չդառնան այդ ամեն ինչը որ ներկայացնում են տենց օգնենք ձեզի օթանավականում աջակցություն զանգեն գան դիմավորեն բան այդ ամեն ինչը ընդամենը բլեֆ է իրանք մեծ զանգ են մեզ մենք կգանք կդիմավորենք Եվ արամ ուզում եմ նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությանը անդրադառնամ Երևանի մոլերից մեկի հարակից ավտոկայանը տեղի ունեցել ծեծ նախկին падգամավոր Միրան Հակոբյանն հարապետական падգամավոր այո Միրան Հակոբյանն է ծեծել եւ կուզեմ այս թեմայից խոսենք մի քանի հոգի կասկածվողներ են եղել սակայն նրանց բաց են թողել Ես նշեմ Արտուր որ ծեծից հետո վայնասուն գիտեք վայնասուն էր մեր ընդդիմադիր մամուլում որ ԱԱՑ տնօրենն նա ինչ որ հրապարակման հետ կապված ծեծի ենթարկել չգիտեմ գլխավոր դատախազը Սերբիայի գլխավոր դատախազն է չգիտեմ Վենեսուելայի վարչապետի այսինքն այնպես բաներ էին գրում որ ուղղակի մարդու ծիծաղ է գալիս ինչի համար Արտուր որտեվ տեսեք իրականում եթե մենք դիտարկենք այս վերջի 7 տարիների ընթացքում թե Հայաստանի Հանրապետության ղեկավարի հասցեին ինչեր են ասել ամենավերջի հայհոյանքներն են լկտիաբար տվել նաև մեր հասցեին նաև այլ մարկանց չէ ու եթե սա ընդունված պրակտիկաներ իշխանությունների կողմից ինչպես Սերժիկի ժամանակ Ռուսաստանում մեկը քֆուր էր տալի 5 րոպե հետո գողագանով բանով գնում վզին դնում էին ասում են մտի եթեր ներողություն խնդրի այսինքն այդ պրակտիկան Հայաստանում այլևս քաղաքական հաշվի հարդաների այդ կոնտեքստում գոյություն չունի ծեծ ինչ որ բռնություն
Սա ուղղակի մենք եւ մամուլում հրապարակում այսօր եղավ, որ ուղղակի այս երևույթը, ինչ որ հանրապետական թափթփուկը գնաց է ինչ որ մի այդպես անձնական խնդիր է ունեցել, ինչ-որ ոչ պարկեշտ վարքագիծ է դրսևորել եւ արդյոք պարզվեց, որ մենք գործ ունենք նախկին հանրապետական նաեւ ում որ մենք մի անգամ եւս անդրադարձնենք մեր եթերում Թոխմախի Մեհեր հայտնի այդպիսի անձնավորություն կա Մեհեր Սեյթրակյան, այսինքն այս երևույթը Մեհեր Սեյթրակյանի աղջկա հետ կապված որոշակի անպարկեշտ ինչ-որ առաջարկություն թե ինչ նմանատիպ նման բովանդակ քայլ է իրականացրել եւ որին հետեւել է պատիժը Այսինքն Մեհեր Սեյթրակյանը չդավաճանելով հին ավանդույթներին այս կոնտեքստում ուղղակի լղջել է տվել այս երևույթին իրեն իր նախկին գոլեգային այսինքն այս կոնտեքստում մենք դատապարտում ենք բռնությունը բայց եթե գործ ունենք նման լկտի պահվածքի հետ ապա միմիայն այսպես Մեհեր Սեյթրակյանին կարելի է ասել շնորհավորում ենք որովհետև եթե ինքը իր աղջկա համար նման քայլ է գնացել միմիայն մենք դատապարտում ենք բռնությունը, բայց նաև որպես ծնող, եթե նման վերաբերմունք է նա դրսևորել, ողջունում ենք Մեհեր Սեյթրակյանին, որովհետև անկախ իր քաղաքական հայացքներից, իր ամեն ինչից գիտենք, որ Մեհեր Սեյթրակյանը ի տարբերություն շատերի գոնե նամուս թասիբով մարդ է եւ եւս մեկ անգամ դրսևորել է, բայց ինչն է շատ ցավալի Արտուր, որ այս անձնական միջադեպը կարելի էր հարթել, այդպես մամուլում վայնասում չդնել եւ մենք այսօր եւս մեկ անգամ գիտեք ականատես եղանք այդ հիբրիդային պատերազմ կոչվածի բացահայտմանը, երբ ուղղակի մարդը գնաց է փարխի աղջկան, չգիտեմ ինչա ասել, բռնել տփել են, սարքել է քաղաքական հարց։ Եվ պատկերացնես Արամ, ներողությունը, ասենք, ման են գալիս այնց մարդկանց, ովքեր աշխատում են, ովքեր մաքուր իրենց աշխատանքով են զբաղված կատարում են եւ այդ մարդկանց անունի հետ է սկսում խաղալ վարկաբեկել։ Այսինքն ինֆորմացիա են տարածում, որ հերոստատիտողները այսօր կարդաց այս ինֆորմացիան, որ սրա հետ է կապված, վաղը չի կարդում իրականությունը ինչ ա եղել։ Արդյոք սա հիբրիդային պատերազմի դրսևորումա, որ չգիտեմ, ես միշտ ասում եմ, չէ, Էջմիածնում կատու է անգնում ավտոյի տակ, ասում են բաններ։ Նիկոլ Փաշինյանը հանձնեց։ Բայց ի՞նչ է հանձնեց, ասում է կատվին։ Այսինքն սրանք ուղղակի գիտեք ինչ, պոպոկի չափ է սրանց ուղեղը Արտուր։ Դրա համար էլ այսօր են ընկե։ Քաղաքական առումով սրանք են Աշճանի զրո են Արտուր, որ փորձում են արդեն ինչ-որ անձնական մի ինչ-որ դժբախտության նորից եմ ասում, իմ համար հաճելի չի, որ Միրան Հակոբյանին լղկել են կամ ծեծի են ենթարկել, չնայած Թոյան խելոք պա էր, ու չգիտեմ, ու ծեծի ենթարկողն է իրանց նախկին գոլեգան է, այսինքն իրանց մեջի թեմայի, իրանց մեջի հարց է Արտուր։ Ինչ միտեն սարքել են հայոց հարցը, բայց եւս մեկ անգամ պարզվեց, այս վերջերս ակտուալ է, չէ՞, Մոսկվայում ինչ որ մեկին երկու հատ չափալախ են տալի, մեկից թե գրում են 4 վիրավոր, 6 հոգի մեռավ, դիմակայորած անձինք եկան, 5 րոպե հետո վիդեոն տենում ես, որ ինչ որ ռեստորանում իրան խելոք չի պա, երկու հատ լեն չափալախ են տվել, ասենք։ Սա նորից եմ նշում, Ռոբերտ Քոչյանի ու Սերժիկի ձեռագիրն է, թափթփուկների ձեռագիրն է, որը որ եւս մեկ անգամ բացահայտվեց եւ խորհուրդ կտամ մեր ժողովրդին այս թափթփուկներին առասարակ լուրջ չվերաբերվեն։ Արամ եւ հաղորդման վերջում ուզում եմ անդրադառնամ օրերս տաքսու վարորդները, Yandex-ի վարորդները բողոքի ակցիա են անում, իհարկե ակցիան մեծ մասշտաբի, եթե չեմ սխալվում, Բելարուսիայում եւ Մոսկվայում է տեղի ունեցել եւ Հայաստանում էլ վարորդները հավաքվել էին, բողոքի ակցիա են անում եւ ուզում եմ մեր վարորդներին հավաստիացնել, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այդ տոկոսային հարաբերությունից են իրանք բողոքում, որ տոկոսը բավականին բարձր է, մարդիկ ժամեր շարունակ քշում են, հոգնում են, սակայն նստած ինչ-որ օֆիսներ ընդամենը այդպես գրփում չրփում են այդ մարդկանց բանը, աշխատած վաստակի իրանք են տանում, այլ չասած Ռուսաստանում ինչ-որ մի բանում կլուբում նստած ինչ-որ մեկի սեփակփողն է դառնում դա։ Այո, Արտուր, ես օրերս դիտեցի մի կնոջ հարցազրույց, որ եւս վարորդ է տաքսիա վարում շատ գրագետ ձևով ներկայացրեց եւ այդ վարորդները ես նշեմ որ մենք միանում ենք վարորդների բողոքին եւ ուղղակի խնդրում ենք եթե ապագայում ակցիա կամ որոշակի քննարկում գործունեություն պետք է նրանք ծավալեն նախորոք հայտարարեն կամ որոշակի ինֆորմացիա փոխանցեն որ մենք եւս տեղյակ լինենք որովհետեւ մենք եւս ուզում ենք մասնակցենք լուսաբանենք հասկանանք այս կոնտեքստում միանում ենք Yandex-ի վարորդների բողոքին եւ շատ կարեւոր է որովհետեւ Արտուր տեսեք այնտեղ տեսակետներ հնչեցին որ Yandex-ը այսինքն մարդը վարորդ աշխատում է Yandex-ում այդ տոկոսը իր հարկը վճարում է բայց փաստացին դա գրանցված աշխատող չի
Ինչ է սա նշանակում։ Այսինքն սա ստվեր է։ Մարդը աշխատում է, փող է վճարում այդ ծառայության համար։ Նա փաստացի աշխատող է։ Մենք պետք է այս հարցով զբաղվենք եւ այդ մարդկանց պետք է որպես գրանցված աշխատող Yandex-ը գրանցի։ Իսկ քիչ գրանցում, որ հարկ չմուծի։ Իսկ այդ մարդիկ էլ քանի որ գրանցված աշխատող չեն կարող որոշակի վարկային միջոցներ օգտվեն, ինչ-որ հիպոթեքային տուն ձեռք բերեն։ Փաստացի իրանք աշխատանք ունեն, բայց գրանցված չեն։ Այս հարցով մենք միանում ենք Yandex-ի վարորդների այդ բողոք պահանջին, պատրաստենք մեր հնարավորության սահմաններում աջակցել, օգնել եւ խնդրին, եթե հնարավոր լինի, նաեւ լուծում տալ այս կոնտեքստում, բայց եւս մեկ անգամ նշում եմ, եթե նման ակցիաներ պետք է լինեն կամ քննարկումներ, թող նախորդ ինֆորմացիան փոխանցեն, մենք եւս կգանք կմասնակցենք եւ մեր փոքրիկ լուման, մեր ներդրումը եւս կունենանք այս հարցի համատեքստում եւ սիրելի հայրենակիցներ, նշեմ, որ մեզ երեք ահազանգել են Լեհաստանից եւ ահազանգողը Հարություն Ավակյանն է, որը որ նշում է, որ իր հարազատ եղբայրը Ավակյան Արմանը, որը ունի մանկանում քլոս, ինչ-որ թողմախից է, Հարությունը նշում է ահազանգում է, որ Արման Ավակյանը իր եղբայր տարիներ առաջ կեղծել է փաստաթղթեր, նա չի հանդիսանում Արցախյան առաջի պատերազմի մասնակից, բայց ձեռք է բերել այդպես հավաստագիր, թե որոշակի թղթաբանական հարցեր լուծել պաշտպանության նախարարություն Սերժիկ Սարգսյանի կառավարման տարիներին $15,000 գումար է վճարել, որ պետությունը իրեն տրամադրի ինչ-որ $75,000 օգնություն կամ բնակարանի երևի գումար իբր կռված Արցախում եւ մինչ օրս անգամ հաշմանդամության թոշակ է ստանում։ Ես նշեմ, որ մեր ահազանգող քաղաքացուն մենք նշել ենք, որ իգիտություն կընդունենք եւ չխախտելով անմեղության կանխավարկածը, որովհետեւ մենք պետքա ճշտենք այս ինֆորմացիան, ես մենք խոստանում ենք, որ համապատասխան կառույցներին կներկայացնենք մեր ահազանգը եւ եթե նման բան է տեղի ունեցել, կապ չունի Սերժիկի, Ռոբիկի, ում կառավարման տարիներին է տեղի ունեցել, նման արարք իրեն թույլ տվող քաղաքացին ենթարկվելու է շատ խիստ պատժի, օրենքով սահմանված կարգով։ Դե ինչ արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ սիրելի հետևորդներ, որ մոտ այս 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջինը, ինչպես նաև կիսվեք այս տեսանյութով եւ սեղմեք լայք, որպեսզի ձեր մտերիմներն էլ տեսնեն։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք Կիրակի ժամը 22:45-ին, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր եւ ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։